Ձեր այս հանդերձանքով հանդերձ եկել եք ներկայացնում, սա չի արժեզրկում հոգեբանական այս պրոցեսները, գործընթացը որևէ մասնակցություն նախ շատ ուժեր գիտեք ասում երեքներ մենք որոշեցինք այս ակցիայով ցույց բոլորին դերունի հետևում ինչ ուժեր կանգնած խոշոր հաշվով այս ուժերով է հնարավոր միայն թողել Հայաստանը, բայց ես չեմ ուզում ավել փորձենք հարցերով ամրապնդել այս հանդերձանքը Հա մեր սուպեր հերոսներն են, ովքեր մեր մեջքի հետևում են կանգնած, ասենք, եթե մեր հետևում սուպեր հերոսներն են, Ռուսաստան, Ամերիկական, մեր դեմ էլ չեն կարող կանգնել։ Եվ կարծում եք, որ բնակիչները կգան եւ ձեր սուպեր հերոսներին զանգատան։ Մեր սուպեր հերոսներին չեն զանգատում, սա մեր հետևում կանգնած ուժերն են, կգան բնակիչները, որովհետեւ ամեն մարդ հասկանում է, որ այս իրավիճակը ընդհանուր առմամբ այնպես չի, որ շատ լուրջ է, բայց մենք ներկայացնում ենք որովհետեւ Բոլորին դեմը իրենք Բոլորին դեմը յուրաքանչյուր տեսակ ուժի, որը այս համակարգով ընտրվի ու կառավարվի։ Եվ հետևաբար մեր դեպքում էլ մենք 100 օր հետո հեռանալու ենք, նշանակելով նոր արտահայտ ընտրություններ։ Այսինքն նպատակը հոգեբանների ընտրվելն է, Մեր նպատակը ընտրվելն է, դրանից հետո կարևոր փոփոխություններ իրականացնելը եւ արտահայտ ընտրություններ նշանակելը։ Այսինքն մենք ժողովրդից ուզում ենք ցան բոլորին դեմը իդեպ քվեատերտիկում համար 2-ն է եւ հաղթանակի նշան է եւ ինչ որ առնով սա ուղերձ է բոլոր ուժերին որ իրենք այս 35 տարում մեր կողմից ու ժողովրդի կողմից ստանալու են 2 գնահատական այդ 100 օրերից էական փոփոխություններ կարողանան անել որպեսզի վերջնական երկիրը մի վաստանակ մենք 100 օրում երկիրը չենք փրկելու բայց մենք 100 օրում այնպիսի փոփոխություններ ենք անելու որ դրանից հետո եկած ուժերը հնարավորություն ունենան երկրում փոփոխություններ իրականացնել որպես բոլորին դեմ մենք չենք մասնակցելու բայց մեր անդամները ազատ են իրանց կողմից միանալու նոր ուժերի կամ իրենց ուժերը ստեղծելու ու բացառությամբ մեր վարչապետի տեխնացուի, որը եւս չի մասնակցել։ Օրինակ ձեր անվանումը ծեզեններն է։ Այո, որովհետեւ Հայաստանում 30-ից 40% մարդ կա, բոլորին դեմ է։ Մենք այդ մարդկանց հույզերն ու էմոցիաներն ենք արտնացրել այս ընտրություններից առաջ, որովհետեւ այդ մարդիկ մինչեւ հիմա իմաստ չունեն, որ իրանք գնային ընտրության, իրանք իմաստ չէին տեսնում, իսկ այսօր արդեն այդ իմաստը կտեսնեն ու այդ երկու նշանակելու հնարավորությունը կունենա մեր ամբողջ ժողովուրդը։ Եվ քարոզարշավի սուպեր հերոսների կերպարներն եք Այդ անակնկալները լինելու, ես ուզեմ նաև լրատվամիջոցներին հատուկ դիմել, մեր այս քրեատիվ մտքերը շարքա լինելու, այն ժամանակ, երբ որ մենք ուղարկենք հաղորդագրությունների որոշ ակցիաների, սպասեք շատ ավելի լուրջ անակնկալների, քան այս անակնկալները։ Որպես հավելում, եթե թույլ կտաք, ինչպես գիտեք, Հայաստանի Հանրապետությունում 30-40% առնվազն ամենապեսիմիստական հաշվարկով 30-40% մարդ կա, ով բոլորին դեմ է, այդ մարդիկ այս պրոցեսին ընդհանրապես լուրջ չեն վերաբերվում, որովհետև եթե այս պրոցեսին լուրջ վերաբերվեն, այդ մարդիկ կգնային նկատառումս ու կքվեարկեն։ Դրա համար շատ կարևոր է ֆիքսել, որ բոլորին դեմ են կուսակցությունը, դա կուսակցությունն է ոչ թե գաղափարախոսական, ինչ-որ ծրագրով, երկիրը փրկելու կամ եւ այլն, բոլորին դեմ է, դա գործիք է քաղաքացիների համար, այն բոլոր քաղաքացիների համար, ովքեր որ զզվել են այս համակարգից, իրենց դուր չի գալի այս թատրոնը, դա գործիք է, որով կարան գան գնահատական տան եղած քաղաքական դաշտում։ Ընտրությունների եթե մարդը բոլորին դեմ է, ուղղակի անբավեր էր անում, պատրում էր կասիկալ հնարավորություններ իսկական հետո հայտնելու։ Այս դեպքում բոլորին դեմ չի նշանակում, որ ձեզ կողմն է, չէ՞։ Այո, որովհետև նայեք, ընտրություններին չգնալը, ընտրություններին գնալ քվեաթերթի փչացնելը, այդ բոլորը հավասարազոր գործունեություններ են ու այդ բոլոր գործողությունները արդյունք չունեն ընտրությունների վրա։ Ոչ քաղաքական արդյունք ունեն, ոչ իրավական արդյունք։ Դրա համար մենք սարքել ենք իրավական գործիք, բոլորին դեմ են կուսակցությունը, որի միջոցով քաղաքացիները կանան այդ ձայնը տան, իդեպ այդ ձայնը մեզ չեն տալի, որովհետև մենք դրա արդյունքում ոչ մնալու ենք իշխանության, ոչ մանդատներ ենք πάρել։ Բոլորին դեմ են նպատակ է լինել, որ եթե բավականաչափ քանակի մարդիկ
գնահատական տանես համակարգին, կախված գնահատականի մեծությունից, կտան այնքան գնահատական, որ մենք կանցնենք ազգային ժողով ու ցույց կտանք, որ այսքան մարդ կա, մանդատները կշպրտենք դուրս կգանք, այդքանը կանենք։ Այնքան գնահատական կտան, որ մենք կկարողանանք այնքան թափ կունենանք, որ նոր ընտրություններ նշանակենք, նոր ընտրություններ։ Դե օրինակ ինչ երաշխավորություն ունի Հայաստանի ժողովուրդը, որ իշխանության համա գալու դեպքում որոշումը վերցրեցիք, դասի որոշումը արդեն։ Որովհետև առաջի բանը հետևյալն է, բոլորին դեմ եմ, միակ քաղաքական ուժն է, որ հայտարարել է իր ծրագրերը բոլոր տարերով, բոլոր իրագործման քայլերով հանրային 6 ամիս է մեր բոլոր քայլերը հրապարակված են, այդտենց քաղաքական ուժ գոյություն չունի, որ իր ծրագրերը քայլ առ քայլ ներկայացնի։ Դա մեկ։ Երկրորդը, եթե մեր մոտ ստացվի իշխանության գալ, դա լինելու է փոքրամասնության իշխանություն, այսինքն մենք պետք է կարողանանք իշխանությանը ու ընդդիմությանը բերենք ընդհանուր հայտարարի ու ժողովրդի կամքը, որ այս բոլորին պետք է մաքրել ու նոր ընտրություններ անել, այս կամքը այդ մարդկանց հասկացնենք, այդ քաղաքական ուժերին։ Եթե դա ստացվում է, խորհրդարանը էլի մնալու է իշխանության ու ընդդիմության ձեռքում մեծամասնում։ Եթե մենք հանկարծակի ինչ խոսքալ բան անենք, մեզ ինչ պետք անենք, տեղում իշխանությունից կհանենք։ Կարող նկարանենք նոր ամեն ավարտեցին չէ հարցում եք։ Շնորհակալ եմ։ Ինչքան եք ատևելու արդեն ինչքան եք ատևելու։ Ձեր չես։ Էստեղ ո՞ր։ Այսքանը շարունակենք հետևել ընտրարշավին։